որ կազմակերպությունները կոմերցիոն բաներ նաև հետապնդում, չեմ կարող ասել։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը ինչու է կոմերցիոն բնույթի կազմակերպություններին գովազդում եւ ասում քաղաքացիներին եկեք հյուրասիրեք։ Արգելի գործիքներ աշխարհի բոլոր երկրներում նմանատիպ միջոցառումների ժամանակ, ներառյալ Երևանում գինու օրերի ժամանակ որոշակի վճարման եւ կոմերցիոն բնույթի հարցեր կան, որոնք աշխարհի բոլոր երկրներում Գերմանիայի գինու փառատոնից սկսած մինչեւ Սարյանի գինորը նույն դրամաբանության մեջ են իրականացվում։ Պարոն Կոդարյան, մի վիճակագրական քաղաքացի կամ թոշակառու, որի թոշակը 10,000 դրամով բարձրացել է, պիտի իր թոշակի 10,000 դրամ բարձրացած 6,000 դրամը տարօրինակ խոզիստեքի կամ խորովածի նորմա առնում է, ինչպես պիտի անի։ Արգելի լրագրողներ, ես օրինակ հիմա այստեղ եմ զբոսնում եմ, չեմ սնվում, խոզիստեկ չեմ գնել եւ այստեղ գտնվելու միակ նպատակը վստահ եմ քաղաքացիների համար խոզիստեկ գնելը չի, տեսնում եք քաղաքում բարձր տրամադրությունը, ընդհանրապես ես այստեղ եմ եկել մարզից, այլ մարզումների միջոցառման ենք մասնակցել, Հայաստանի Հանրապետության մարզերում այսօր տոնական տրամադրությունը եւ քաղաքացիները վայելում են օրվա տոնական տրամադրությունը, մի մասը ձեր ասած խոզիստեկ գնելով, մյուս մասը զբոսնելով, քայլելով, համերգներին, միջոցառումներին մասնակցելով, տարբեր համերգներում այսօր ցուցադրություններ են ունեցել, սպորտային միջոցառումներ են ունեցել, Ալագիազու մարզադպրոցի հիմնարկեք են ունեցել, այնպես որ այսօրվա խորհուրդը սնվելու եւ սննդի հետ չկապել, հարցում հիմա ականատեսներում Սարյանի բազմամարտության մեջ, Ամիրյան փողոցի բազմամարտության մեջ ոչ բոլորն են սնվում։ Պարոն Կոդարյան, կարող եք պատտվել ձեր հագուստից տակ քաղաքացիների ոսկե ֆիրմայից հագուստ եք հագել։ Ինձ հետաքրքիր է դուք եթե չլինեիք նախարար իշխանական, ով 6-ից 7, 7-ից 8, 8-ից 9 միլիոն պարգևավճար է ստացել, կկարողանեք ձեզ հաջողություն։ Ես 7-9 միլիոն պարգևավճար չեմ ստացել, ձեր նշած հագուստը մոտավորապես տատավում է 80,000 դրամի սահմաններում, 100,000 դրամի սահմաններում, սա, ինչպես դուք եք ուզում ներկայացնել, լյուքս բրենդի հագուստ չի, եւ այո, Boss ֆիրման լյուքս բրենդի հագուստ չի, եւ այո, կարող եք նախկինում ձեզ թույլ տալ։ Վստահաբար ես ինձ նախկինում եմ թույլ տվել, նայած նախկին ասել եմ ինչ ես օրինակ անգործ վիճակից չեմ հայտնվել կառավարությունում, աշխատել եմ մինչև այսօր բանկային համակարգում եւ հիմա առաջ օրը չի որ աշխատում կառավարությունում եւ առաջ օրը չի որ աշխատավարձ եմ ստանում, իսկ ես 7-9 միլիոն դրամ պարգևավճար չեմ ստացել եւ չեմ ստացել։ Դե թույլ տվեք չասեմ։ Նախարարները այդքան պարգևավճար են ստացել։ Սպասեք, ես 7-9 միլիոն դրամ պարգևավճար չեմ ստացել։ Հայտարարագիր եք հրապարակվի կտեսնենք Պարոն Կոդարյան, միջին վիճակագրական քաղաքացին կարող է իրեն թույլ տալ 80-ից 100,000 դրամանոց հագուստ հագնել։ Հայաստանի Հանրապետությունում տասնյակ հազարավոր քաղաքացիներ կան, հազարավոր քաղաքացիներ կան, ներառյալ նաև հազարավոր լրագրողներ, ովքեր այս բրենդի կամ ավելի թանկարժեք բրենդի հագուստ են կրում։ Այս բրենդը արգելի գործիք է։ Պետական պաշտոնյայի աշխատավարձը Հայաստանում թույլ է տալիս 80,000 դրամանոց օրինակ վերնահագուստ գնել եւ հագնել։ Պարոն Կոդարյան, բայց ի՞նչն է խնդիրը, որ դուք եւ մյուս նախարարները եւս պարգևավճարների թիվը չհանրայնացնում եւ հողում եք անում։ Այնքան հրապարակային ամբողջությամբ երևում է իմիջիալոց երևում է ոչ միայն նախարարների, այլև նախարարների ընտանիքի անդամների վարձատրության չափը, ով որտեղ աշխատում եւ Հայաստանի Հանրապետությունում այնքան թափանցիկ իրավիճակ ինչքան կա պետական պաշտոնյաների մասով երբևէ չի եղել, այ օրինակ լրագրողների վարձատրության չափը չգիտենք լրագրողներից ով ինչքան է ստանում, առավել եւս որ պետության բյուջեից չեն ստանում, կան խորը կասկածներ են, որ հիմա դուք ասում եք պետական պաշտոնյա իմ հայտարարագիրը հասանելի է հասու եթե հիմա որոշել եք իմ տեղը հարցերին պատասխանեք, ես հետ կքաշվեմ։ Շատ իզուր ես չեմ ցանկանում ձեր տեղը լինել։ Դե շատ լավ, հարց եք տվել, ուրեմն թող տվեք ավարտել։ Օրինակ ինձ համար շատ հետաքրքիր է լրագրող
բազմաթիվ գործընկերներ օրինակ որտեղից են Սրբույի Գալյանը ասում էր, Ինչքան են որ 6 կախիկով միլիոն ստանում, կարգեվավճար է ինչքան են ստանում, ընտրություններին որպես ընդառաջ ստանում, նախարար, ինչքան են այդպես ընտրությունից կարող ընտրություն ստանում։ Ձեր գործը չի Պարոն Խոդարյան, շատ գործն է, որտեղ լրագրողները Հայաստանի Հանրապետության նման կերպ են աշխատավարձները եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունում աշխատավարձները բաշխվում են թափանցիկ։ Մենք դրա համար հայտարարագիր ենք լրացնում, նախորդ տարվա հայտարարագիրը կարող եք տեսնել, այս տարվա հայտարարագիրը ընդամենը 1-2 ամիս հետո կարող եք Գիտենք, որ 6-7 միլիոն կարգեվավճար եք ստանում։ այլ հարցեր կան։ Այդ հարցին չեք պատասխանում, հասկանում եք։ Չէ, ես այդ հարցին Բորբոքի քաղաքացիների։ Չէ, քաղաքացիների կրքերը բորբոքելու անհրաժեշտություն եւ կարիք եւ պատճառ չկա։ Կարծում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար մեր ունեցած ֆինանսական կարգավիճակը եւ այդ թվում նաեւ մեր ընտանիքի անդամների ունեցած ֆինանսական եկամուտները առավել քան թափանցիկ են Հայաստանի Հանրապետությունում բացի պետական պաշտոնյաներից, կարծում եմ այլ մարդիկ չկան, ում ֆինանսական հոսքերը նույնքան թափանցիկ են, ինչքան օրինակ իմ եւ իմ կառավարության անդամ գործընկերների։ Շատ լավ, մենք պարտավոր ենք թափանցիկ, մենք պարտավոր ենք թափանցիկ լինել, մենք պարտավոր ենք թափանցիկ լինել եւ մենք թափանցիկ ենք։ Չենք ուզում լրագրողների հետ կապված մեր հարցերը որոշ լրագրողների հետ կապված այնուամենայնիվ բաց են, որովհետեւ որոշ լրագրողներ կրում են շատ ավելի թանկարժեք հագուստ, ստանալով ընդամենը 2-300,000 աշխատավարձ։ Այ օրինակ, թափանցիկ թող լինեն, թող 1 միլիոն դրամանոց հագուստ գնեն եւ 1 միլիոն դրամանոց հագուստ կրեն եւ չզարմանան օրինակ, որ կառավարության անդամը կարող է 80,000 դրամանոց հագուստ գնել։ Այնպեսի իրավիճակ է, որ լրագրողները ձեր ականջին ոչ հաճելի հարց են տալիս։ Պատասխանում եք լրագրողների բոլոր հարցերը հարգելի լիա, լրագրողների բոլոր հարցերը հարգելի լիա, լրագրողների բոլոր հարցերը ինձ համար հաճելի են, եթե հաճելի չլինեն, ես այս հարցը զրուցի չէի տա, հաճելի են եւ ես շատ կոռեկտ եմ, շատ կոռեկտ։ Ձեզ հաճելի է։ Ձեզ բայց այդ կանոնագիրքը ինչպես որ հրճակվել է, այնպես էլ խախտվում է։ Դուք դատապարտում եք Սարիկ Մինասյանի Facebook-ում ցուցադրած բանը։ Հարգելի գործընկերներ, երբ որ կարիք է լինում, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ինստիտուտները տվյալ դեպքում նկատի ունեն վերահսկողը Վարույթ Հարուցի, վերահսկող անկաշկան Վարույթ Հարությունն բոլոր դեպքերում, երբ որ կա առերևույթ էթիկայի կանոնագրքի խախտում, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, մենք այդ վարույթները հարուցում ենք, այդ վարույթների մասին մամուլում պատշաճ իրազեկումներ տրվում են եւ քաղաքացիական պայմանագրի անցուդարձը թափանցիկ է առավել քան երբևէ։ Հիմա դա առերևույթ Ես չեմ կարող ասել, վերահսկողի անդամները այսօր կարծում եմ Ամիրյան փողոցի վրա ես տեսել եմ, կարող եք իրենց մոտենալ եւ այդ հարցը տալ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մի ինստիտուտը մյուսի աշխատանքի չի փոխում։ Երբ որ այդ հարցը, երբ որ հարուցվի վարույթ եւ երբ որ վարույթը գա կուսակցության կանոնադրության համապատասխան վարչություն, որի անդամ եմ ես այդ հարցին կպատասխանեմ։ Քանի չի եկել որևէ մեկը նման բաղբակ ցուցաբերել, պիտի ասեք գնացեք հարցեք ԿՊ-ի վերահսկողական տեսել եք դիմադիրների պահվածքը։ Իսկ դիմադիրներից ես քաղաքական գործը չեմ կարող Հիմա թե Սարիկ Մինասյանի հետ կապված հարց լինի եւ վարույթ հարուցվի եւ գա այդ վարույթը վարչություն, վստահաբար դուք դրա մասին կիմանաք ինչպես նախորդ բոլոր դեպքերում։ Որ բաղաս։ Հայոյախառը քաղաքացիներին արձագանքի։ Ես կարծում եմ, որ քաղաքացիներին հայոյախառը չպիտի արձագանքի ոչ մի քաղաքական գործիչ եւ կարծում եմ պարոն Մինասյանը սպառիչ պատասխան է տվել, ինքը ներողություն է խնդրել, եթե կուսակցության նույնիսկ մասում վերահսկողը այլ միջոցառումներ ձեռնարկում, ապա երբ որ այդ հարցը գա վարչություն, ես այդ վարչության նիստի ժամանակ այդ հարցը դիրքորոշեմ։